Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, մենք նորից եթերում ենք և նորից քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության Հայաստան Երևանից հաղորդաշարն է, ողջունում եմ բոլորիդ և կարծում եմ, որ մեր լսարանը մեծանալու է այն ենթադրությամբ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ձերն է նաև Հայաստան Երևանից հաղորդաշարը։ Նույնիսկ նրանք, ովքեր որ մեզ հետ գաղափարական կամ քաղաքական կամ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ տարաձայնություններ ունեն, նույնիսկ նրանցն է, ինչի, որովհետև Հայաստան Երևանից հաղորդաշարը տրվում է Երևանի դիտանկյունով և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությամբ, նաև հաջորդի ուրեմն համընդհանուր շահերի պաշտպանությամբ աշխարհի բոլոր երկրներում են, որտեղ որ գտնվում են հայերը։ Այդ իմաստով ես ողջունում եմ նախ Հայաստան բնակչությանը, նաև մեր այն քաղաքացիներին, որոնք հայեր չեն, բայց կապված են Հայաստանի Հանրապետության շահերի, իրենց հայրենիքի հետ, նաև քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության։ Գումարած դրան, երևի թե ամեն անգամ կարելի ասել, որ ողջույններ Փարիզի մեր ունկնդիրներին, ողջույններ Բուենոս Այրեսի մեր ունկնդիրներին, ողջույններ և ջերմ բարևներ Ավստրալիա հայության ուրեմն մեր լավագույն համայնքի քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, և այսպես կարող ենք շարունակել նաև ջերմ ողջույններ Հարավային Կորեայում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք այս կամ այն չափով հետաքրքրված են Հայաստանով և եթերով կապված են մեր հետ։ Մնացածը չեմ ասում, որտեղ Եվրոպա հայություն, Ռուսաստանի հայություն, բարձ է, որ սրանք շատ ավելի կապված են մեզ հետ, այնքանով, որքանով բնականաբար։ Կրկնեմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ժամանակին հիմնադրվել է հեղափոխության պահանջով, ձեզ սպասարկելու համար և քաղաքական մշակութային ինչ-որ տեղ նաև քաղաքական կազմակերպություն, ուրեմն ձեզ ներկայացնելու նաև յուրահատուկ տեսակետ, որը ըստ էության քրիստոնեական դեմոկրատիայի տեսակետ է հայկական կտրվածքով։ Հիմա կոնկրետանամ, ով որ ինձ ճանաչում է և կարծում եմ որևէ տարակարծություն չկա, դեռևս 2000 թվականների այն շրջանից, երբ առաջին անգամ ես ինտենսիվ եթեր սկսեցի բաժանալ, դուք գիտեք, որ ես անընդհատ կրկնել եմ պետականության կարևորությունը, ընդ որում անկախ պետականության կարևորությունը, որովհետև կանգնապացուցում է, որ հայ ժողովուրդը իրականում եթե ունի դաշնակից, մենք այս հարցում շատ սուղ ենք եղել, ուրեմն այդ դաշնակիցը իր պետականությունն է, և այստեղ ես կուզենայի, որ ոչ մի պատրանք չլներ, այսպես բանաձևեմ էլի, ինչպես ասում էր մեզ բանաստեղծը, որոշակի այլակերպությամբ, որ ով հայ ժողովուրդ, քո ուրեմն միակ դաշնակիցը բարեկամը հարազատ և քո շահերի պաշտպանը, ուրեմն Հայաստանի Հանրապետությունն է, այսինքն քո պետականությունն է։ Իսկ ինչքանով կարող է հայ ժողովուրդը մեր պետականությունը պաշտպանել մեր շահերը, ակնհայտ է, որ ինչքանով նա հզորություն ունի, ոչ միայն ուժեղ է, դա շատ նեղ բան է, ուժեղ պետություն։ Պետությունը պետք է հզոր լինի, բոլոր իմաստներով, ինչքանով այդ պետականությունը հզոր է, և երկրորդը ինչքանով այդ պետականությունը միջազգային հարաբերությունների սանդոստայնի մեջ իր շահերի համապատասխան քաղաքականություն է վարում։ Ձեզ համար ակնհայտ է նաև, որ այս ուղղությամբ մենք վերջին մոտավորապես մի տարի ու կես ավելի մեծ արդյունքների ենք հասել որպես ազգ, ժողովուրդ, որպես իշխանություն, որպես կուսակցություններ, բայց նաև այսօր կան որոշակի դժվարություններ, որոնց մասին ես պարտավոր եմ ձեզ այդ դժվարությունների մասին ներկայացնելու, որն է դա։ Այդ իմաստով դուք տեսեք ինչ կա, եթե երկրի ներսում մենք որոշակի կայունության ենք հասել, իսկ հիշեցնեմ, որ ես 2000 թվականի մեր աղետալի պարտությունից հետո անընդհատ կրկնել եմ, որ Հայաստանի Հանրապետության առաջին հերթին կայունություն է պետք, որպեսզի կարողանա քաղաքական, տնտեսական, մշակութային, անվտանգային հարցեր լուծի, ուրեմն եւ լինի միջազգային հարաբերություններում լավ կապերի մեջ։ Այս երկու ուղղությամբ էլ ակնհայտ է, որ ունենք հաջողություններ։ Ուրիշ հարց է, դա մեզ բավարարում է, թե չէ։ Կարծում եմ չի բավարարում, բայց մենք առաջ գնացել ենք, թե չէ, հաստատ։ Բայց միաժամանակ ուզում եմ ասել, որ ինչպես տեսնում եք, արդեն 5, 6, 7, 8, նույնիսկ 10 տարի է, կարծես աշխարհում ուրեմն հանգստություն չի առաջացել
մեր հանրապետության շուրջ, մեր պետականության շուրջ տարբեր պետություններ, տարբեր ժողովուրդներ անհանգիստ տուրբուլենտ շարժման մեջ են։ Եվ սա այսօրվա հարց չի։ Ուրեմն քաղաքական գիտությունը կանխատեսում է, որ այդ հանգստությունը կամ կայունությունը, որը քաղաքականության մեջ դրսևորում է միջազգային հարաբերություններում նոր հավասարակշռության ձեռքբերման միջոցով, դեռևս հասկանալի է, որ հեռու է իրականություն լինելուց։ Առաջինը մեզ որ շատ հետաքրքրում է, բնական է մեր նոր դրվածքով մեր հարևանների հարցն է։ Մեր հարևաններ, որովհետև մենք չվարեցինք այն քաղաքականությունը, ես նկատի ունեմ գյուղապետության շրջանի արտգործ նախարարությունը, նախկինների ձգտումները եւ պետության միավորմանի քաղաքականությունը եւ պատերազմում աղետալի պարտություն դրեցինք, չհասկացանք այդ խնդիրները կամ չարեցինք։ Հիմա փորձելու մասին չի հիշողությունը, այլ ձեր ակնհայտորեն երևում է մի բան, որի մասնակիցն ու վկան մենք ենք։ Փոթորկում է բարբերաբար մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարևան պետությունը բարբերաբար։ Ես նկատի ունեմ ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետություն։ Դուք գիտեք, որ այդ պետության կայունությունը, հզորությունը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև նախ որ հարևաններ ենք, բնական հարցեր կան մեջ է, որ բոլոր դեպքերում մենք կարողացել ենք այդ պետության հետ վարել հավասարակշիռ մեր երկու պետությունների շահերին համապատասխան քաղաքականություն եւ նաեւ լավ հարաբերություններ ենք հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի հետ բարեկամ որպես բարեկամի, բայց դուք տեսնում եք այսօրվա վիճակն ինչպիսին է Իրանում։ Փոթորկվում է, շատ դժվար է ասել իշխանության փոփոխություն տեղի կունենա թե չէ, դա շատ դժվար է ասել, որովհետև ռեժիմը բոլորովին այլ է, եւ երկրորդը, որպեսզի փոփոխություն լինի, կազմակերպված քաղաքական ուժ է պետք։ Այդ քաղաքական կազմակերպված ուժը չկա, բայց ժողովրդական հուզումներն չեն դադարում։ Մի խոսքով դա ասված, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնեն լուծումներ, այդ լուծումների մեջ նաեւ լինի խնդիրների լուծումներ, որովհետև եթե խնդիրները չեն լուծվում, ուրեմն չեն լուծվում նաև անվտանգության հարցերը եւ բարբերաբար ցանկացած երկիր այդ բարակայում կարող է նոր հոգեվարքի մեջ ընկնել։ Մի խոսքով մեր ցանկությունը դա է, բայց Հայաստանի Հանրապետության համար դա նաև շատ կենսական է, որովհետև մեր միջազգային հաղորդակցության ճանապարհները անցնում են Իրանի Իսլամական Հանրապետությունով, որոնք ուրեմն ինչ ասեմ, Հայաստանի համար ունեն բացառիկ նշանակություն, բայց նաև Հայաստանում անցնող ճանապարհների կարևորություն եւ Հայաստանի կայունությունը բացառիկ արժեք ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին մենք չենք խոսում, ինչու չգիտեմ մենք ավանդույթով այս հարցերը չենք քննում, բայց պետք է նկատի ունենանք, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար լավ հարաբերությունները չափազանց կենսական են նաև իրենց համար, եւ այդ մասին մենք մեր պատվիրակությունով հունիսի սկզբներին Թեհրանում բազմաթիվ հանդիպումների ժամանակ քննարկումներ ենք ասում ենք եւ այլն։ Հիմա բոլոր դեպքերում Իրանը փոթորվում է եւ դա խնդրեմ է մեզ համար, չեմ ուզում ծավալվենք։ Նաեւ ուրեմն խնդրեմ է նկատի ունեցեք Հնդկաստանից Հայաստանի ներկրումների եւ անվտանգության ուրեմն պարագաների մատակարարման առումով։ Այս մեկ, որպես մեկ խնդրեմ, ինչ եմ ուզում ասեմ։ Երկրորդ խնդրեմն անշուշտ նորից մնում է Ռուսաստանը, որը չի ուզում հանգիստ թողել հայ ժողովրդին։ Հետաքրքիր ինչն է, Ռուսաստանն ինքը տեսնում եք իմ ասելու կարիք այլևս չկա, մի 15 տարվա առաջվա վիճակ չի, որ փողոցում կանգնեիք եւ ինձ ասեիք, «Էս ինչ ես ասում ռուսների հասցեին», իհարկե ռուսների հասցեին չէի ասում, այլ ես ուզում եի մեր ժողովրդի շահերը հասկանան եւ այդ շահերը ներկայացնեն մեր ժողովրդին, բոլոր դեպքերում ռուսակուրությունը ուտում էր մեզ այդ տարիներին եւ հազվագյուտ մարդիկ էին, որոնք ահագնացող վտանգի մասին խոսում էին, կարող եմ առանց չափազանցության ասել, որ առաջինը ես եմ եղել, երբ տեսակետը չի փոխվել։ Հիմա նոր իրողություններ են զարգանում Ռուսաստանում, տնտեսական վիճակի մասին չեմ ուզում ասել, դուք տեսնում եք ինչ վիճակ է, քաղաքականի մասին չեմ ասում, որ դա ավտորիտար ժողովրդավարությանը հարիր վիճակ ունի, չխորանանք, եւ նաեւ խրվել է մի պատերազմի մեջ, հիշատիչ պատերազմի, ագրեսիվ պատերազմի եւ ուրեմն կպել է ուկրաինական ժողովրդի ջանը եւ ուզում է ապացուցել, որ ուկրաինացիներ չեն։ Սա մեծապետական շովինիզմի բացահայտ դրսևորում է եւ այդ դրսևորումը վերջին օրերին եղավ ոչ միայն Ուկրաինայի հարցով, այլ նաեւ ինչպես ուրեմն Սալավեյ կոչվածը երկեց Մոսկվայից, որին քարոզիչ չեք անվանում, իսկ ես պրոպագանդիստ եմ ասում, բայց ես ասում եմ, որ դա
Կրեմլի ուրեմն խոսափողերից մեկն է, որ պայմանական իմաստով դա Գեբելսյան գերմանական ֆաշիստական գաղափարախոսության տարածողներից մեկն է, Ռուսաստան դա հայտնի։ Հիմա դրան միացավ նաև ուրեմն գիտնական ուրեմն խավարամիտ, խավարասեր, գիշատիչ եւ ոչինչ չհասկացող, նույնիսկ իր աղջկա զոհվելուց հետո, որը ներքին ռազվորկա է ռուսերեն ասեմ արդյունքել, այս մարդը խելքի չի գալիս եւ հիմա խոսում է Հայաստանում, Միջին Ասիայում, Անդրկովկասում, այսօր Կովկասում ընդհանրապես իշխանափոխության անհրաժեշտության մասին եւ փաստորեն մերժում է Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին եւ տվյալ բարակային Վրաստանի, Ադրբեջանի ժողովրդերին, Միջին Ասիայի ժողովրդերին անկախ լինելու իրավունքից, այսինքն սրանց համար Ուկրաինան բավարար չէր, Ուկրաինայում առնական լինելը բավական չի, բայց ուրեմն նույնիսկ այս առնական վիճակով ագրեսիվ դատողություններ եւ ագրեսիվ գործողություններ գոնե եթերի իմաստով չեն զլանում շարունակեն։ Ես ուզում եմ մի կանխատեսում անել, ենթադրություն, որ մենք իհարկե նաեւ հրավիրում եմ այլ վերլուծաբանների, նաեւ այլ կուսակցությունների Հայաստանում գործողներ, այլ կուսակցությունների այս տեսակետների հիմնավորման հետո հետեւյալն եմ ուզում ասել։ Դուք տեսեք, ովքեր որ գիտեք, ովքեր չգիտեք, կարող եք քարտեզը նայեք, ռուսները խրվել են Կուբրյանսկում, Կուբրյանսկի ցեխերի մեջ, եւ քանի ամիս է տեղապտույտ են տալիս, մեկ հայտարարում են, որ գրավել են, չեն գրավել, գործը հասավ նրան, որ ստիպված Ուկրաինայի նախագահ Զելենսկին գնաց եւ Կուբրյանսկում, որպեսի հերքի մեր ժամանակների գերմանական նացիզմի երկրբակու ուրեմն Պուտինին ցույց տա, որ ինքը ստում է, ինքը պրոպագանդայով է զբաղված եւ ինքը իր զինվորներին տասնյակ հազարներով մահվան ուրեմն գերեզմաններ է ուղարկում եւ լուսանկարվեց, գիտեք, այդ պատկերը տարածվեց Կուբրյանսկի ցուցատախտակի վրա, բայց ինչն է ասելիքիս իմաստը։ Ուրեմն Կուբրյանսկում թավալդալոր են տալիս եւ այստեղ դա գիտեք ինչ կա ժամանակին ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արդեններում նման մի վիճակ եղավ եւ դա դարձավ զինվորների գերեզմանոց, ոչ մի հաղթանակ չկար, բայց ուրեմն այդ հաղթանակը չակերտավոր, որը գոյություն չուներ, տարավ տասնյակ հազարավոր զինվորների կյանք։ Հիմա ուկրաինացիները տեսնում եք, որ իրականում հայրենական պատերազմ են մղում եւ հիացմունք են առաջացնում իրենց երկրի, իրենց պետության, իրենց շահերի համար անձնուրաց նվիրվածությամբ կրվելու մեջ, իսկ ռուսական նացիզմը ուրեմն նույնիսկ օրորի հաղորդում է առաջ շարժման մասին, նոր դիրքեր գրավելու մասին, վաստակ դուք գիտեք քարտեզի վրա, որ Կուբրյանսկը տեղից չի շարժվել եւ Կուբրյանսկում հաջողություն չունեն։ Ես ասեմ ստրատեգիական իմաստով ինձ այսպեսի բան է թվում, որտեղ մենք պետք է ճիշտ հասկանանք, ոչ թե միջամտենք, ճիշտ հասկանանք նաեւ Ռուսաստանի հայությունը պետք է ճիշտ հասկանա ծավալվող process-ները, որ հավանաբար ուկրաինական բանակի ղեկավարությունը որոշել է Կուբրյանսկում ռուսական բանակ առնաքամ անել։ Երբ որ առնաքամ կամիկը վերջացնի, ակնհայտորեն ուկրաինական բանակը հակահարձակման կասի եւ ուրեմն Պուտինի ռեժիմը հաստատ կտապալվի իր հետ միասին։ Ես եթե միջազգային հարաբերությունների այս վիճակը մնա, ինձ թվում է, որ Գառնան ամառային շրջանում կլինի մեծ հակահարձակում եւ ուկրաինական բանակի խնդիրը կլուծի հենց Կուբրյանսկի առնաքամ այդ մարտերից հետո, որտեղ դա պատկերացնում եք մի խուտոր է, մի քաղաք է, փոքրիկ մի բան է վերջին հաշվով, խոսում են գիշեր-ցերեկ միջուկային զենքից, խոսում են մեծ, խոսում են Հայաստանում իշխանության տապալումից, խոսում են Միջին Ասիայից ինչ որ դուք լսել եք, բայց Կուբրյանսկում առնաքամ են լինում եւ երևում է, որ ասեցի կրկնեմ Ուկրաինայի զինվորական ղեկավարությունը որոշել է գլխավոր ճակատամարտը տալ, առնաքամ անել, դա մոտավորապես այնպես է, ինչպես սովետական իշխանության տարիներին Ստալինգրադում առնաքամ արեցին գերմանական բանակներին, ռուսների մասին է խոսքը, հետո նոր հակահարձակման անցան, որից հետո Գերմանիայի ճակատագրի հարցը լուծվեց։ Նույնն էլ Կուբրյանսկը ինձ թվում է լինելու է ռուսների համար ուրեմն գերմանական Ստալինգրադ։ Ուրեմն սա կա։ Հիմա սա ենթադրություն է, իհարկե զարգացման նյութի վրա, եւ ես ենթադրում եմ դա կարող է լինել Գառնան ամառային ամիսներին։ Հիմա այս պայմաններում ինձ համար խիստ տարօրինակ է, բայց հասկանալի կասեմ ինչի, թե ռուսական օլիգարխիկ հանցագործ բանդաները ինչու են շտաբում Հայաստանի ներքաղաքական կյանքը ապակայունացնել եւ իբրև թե միացնել Ռուսաստանը չգիտեմ ինչ։ Մարդը ինչքան ապուշ պիտի լինի, որ
ինչքան հանցագործ պիտի լինի, հայ մասին է խոսքը, ինչքան ոճրային մտածողությունը պիտի ընդգծված լինի, որ այս վիճակում փորձի Հայաստանի Հանրապետությունը պահել Ռուսաստանի Արնոտ Սալի հետ, որի արդյունքները մենք տեսել ենք, մենք այն ժողովուրդն ենք, որ ռուսական միջամտությունների այդ բոլորի բողով անցել ենք, ինչ է ասելիքիս իմաստը, ասելիքիս իմաստն այն է, որ գալիս են գրանցումով, առանց գրանցումի, ռուսական ռուբլիով, ուրեմն ամերիկյան դոլարով, բայց խոսքը ռուսահայության օլիգարխիկ քրեացի կապիտալի մասին է, որը աչքներիդ առաջ ունեցեք, դա ռուսական կապիտալ է, դա հայկական փող չի, որ հայերը հարուստ են, ասեն Մոսկվայում ունեն սեփականություն, որպես Ռուսաստանի քաղաքացի, դա Հայաստանի հետ քիչ առնչություն ունի։ Իսկ ներդրումների որակի մասին դուք տեսնում եք հերցից, թե ինչպիսի բաներ են եղել, բացի կողոպուտը, բացի երկրում ուրեմն անօրինականությունը, նաև իրենց հարազատների պաշտոնների նշանակելը, իրենց փոքր չակերտավոր նվիրատվությունների դիմաց հայտնի, օրինակ, ես հիշեցնեմ, որ ձեզ քաջածանոթ անհասկանալի լեզվով և ուղեղով հաջորդի ներկայացող Արա Աբրամյանը Հայաստանում Սերժի ժամանակ որևէ բան անելու համար պահանջում էր եւ եղբայրներ դառնում պատգամավոր, չգիտեմ ուրիշ ինչ, այսինքն իրենց հարազատների հարցն են լուծում այդ փոքրիկ նվիրատվություններով, իսկ էցը ցույց է տալիս, թե ինչպիսի արդյունավետություն է ունեցել Սամվել կոչվածի ներդրումները։ Հիմա ինչի համար եմ ասում, դες բոլորը դուք գիտեք, ասել եմ, կրկնեմ, մենք չենք կարող անդարբեր լինել, դուք էլ իրավունք չունեք, մենք իրավունք չունենք չմտածելու, մի խոսքով էսպես, ռուսական պետությունը իր հայ ստրուկների ճանապարհով անընդհատ մեր ժողովրդի մասին չի խոսքը, անհատների ուղարկում է հայկական ուրեմն իրականություն, անընդհատ ապականություն պահելու եւ երկրում քաոս առաջացնելու համար, իսկ այս պայմաններում եւ իրենց կարգախոսը նկատի ունեցեք չի փոխվել, իշխանափոխություն։ Հիմա լավագույն երևի վիճակ են հաշվում ազգային ժողովի ընտրությունների շրջանը, ուրեմն որտեղի պիտի ունենա այս տարի հունիսի 7-ին, ուրեմն լավագույն վիճակ է։ Այստեղ երկու տարբերակ կարող է լինել։ Պարզ է, որ սրանք ցկտելու են հաղթեն թե չգիտեմ ում ինչպես, որ ես բացառում եմ ազգային ժողովի ընտրություններում, սրանք զգալի ներկայություն չեն ունենալու, բայց ուրիշ բան կարող են անել, խժդրություններ սարքել ընտրությունների ժամանակ։ Դրա համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ իրավաբան մարմիններ պիտի աշխատեն 100%-ի ճշգրտությամբ եւ անհասկանալի է, թե ինչպես են երբ քաղաքացիները դառնում նոր կուսակցության անդամներ, ղեկավարներ եւ այլն։ Մեր օրենքը արգելում է երբ քաղաքացիներին կուսակցությունների մեջ լինել, այնը ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը քանի որ գրել է օրենքի շրջանակներում աշխատել եւ այլն նման բաներ չունի։ Սրանց թույլատրվում է կամ թող պիտի երկրի որ այո եկածները երբ քաղաքացի չեն, կամ ուրեմն եթե երբ քաղաքացի չեն, պիտի նրանց արգելվի քաղաքականությամբ զբաղվել եւ նման բաներ։ Սրանք ինչ են ուզում ասել։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության պահանջը կառավարությունից եւ իշխանություններից հետեւյալն է. պահպանեք Հայաստանի օրենսդրությունը, որովհետեւ մենք երկու փաստարկ ունենք, որով մենք հայտնի ենք աշխարհին հեղափոխությունից հետո։ Մենք իրավական պետություն ենք, իրավական պետությունը նշանակում է օրենքների խստագուն կիրառություն, եւ ժողովրդավարական ենք, այսինքն ժողովրդի շահերի պաշտպանություն, տեսակետ եւ այլն։ Այսպիսի բաներ բարեկամներ, բայց դուք տեսնում եք, որ սրանք համառորեն խցկվում են Հայաստանի քաղաքական կյանք, փորձում են եւ ուզում են եղանակ ստեղծել, այն ինչ ասես խոստանում են։ Ուրեմն տկիտությունն այնտեղ է հասել, որ սրանք մոռացել են, որ ժողովուրդը այնքան խոստումներ է լսել, այնքան բաներ է տեսել 30-40 տարվա ընթացքում, բայց թե իրենք ուրիշ ասելիք չունեն, անելիք չունեն, այլ ուժեղ պետություն, այլ չգիտեմ ինչ, ուժեղ ղեկավար եւ անհետեցություններ։ Մի խոսքով, սա պիտի նկատի ունենալ եւ շարժվել առաջ։ Հիմա սա անհատական իմաստով ամեն քաղաքացի մեզ բոլորս կուսակցության անդամ լինենք, չլինենք, պատավոր է նաև մեր հայրենակիցներ աշխարհում զգոն լինել։ Այսինքն ինչ եք ուզում։ Մի պետություն, որը գնում է կործաման, որի այդ սայլի ամեն անիվներից արյուն է կաթում, եւ դա ուկրաինական ժողովրդի արյունն է, եւ դրա վրա է նաև Արցախից տեղանված Արցախի արնական վերքերը, որովհետեւ Ադրբեջանը կրակ էր կտրվել, չէր կարող Արցախալչյան տեղանություն կազմակերպել, եթե Ռուսաստանը չհրահիրեր, չօգներ եւ Հայաստանը չփորձեր այն անել ինչ որ պետք է։ Հիմա այս պայմաններում ուզածներդ ինչ է, ինչ եք ուզում այս երկրից, եւ այս ժողովրդից ինչ եք ուզում։ Ուրեմն կվերցնեք ձեր փողերը եւ այն որ ասում են փասափուսաներդ կքաշեք,
Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ իշխանությունները պարտավոր են օրենքը կիրառել եւ մեկը եւ բացահայտ ասել, որ այո, եւ քաղաքացիությունով չի կարելի եւ այլն։ Հիմա սա նրա համար է նաեւ։ Գիտեք ինչու, որ այս խառնակ ժամանակներում նորից երկիրը չներքաշվի ուրիշ խնդիրների մեջ եւ ինչպես եղել է միշտ ռուսների համար ուրեմն մեր ձեռներով շագանակ չհանել, հասկանում եք ինչ է։ Մենք դա արել ենք, ցեղասպանվել ենք, դա արել ենք Արցախում, տեսակ ինչ է կատարվել նաև դերակատարների համար։ Տեսեք 8 հոգի ռազմաքաղաքական ղեկավարություն եք ասում, որոնք հոգով սրտով եւ ռուսամեր էին եւ Ռուսաստանի համար ծառայողներ, որոնք ասեն, որ չէին ենթարկվում պատերազմից հետո Հայաստանի իշխանություններին, այսօր հանգրվանել են Բաքվում, ուրեմն բոլորի ճանապարհը Բաքուն է։ Ովքեր Հայաստան կգան, եթե չասեմ Հայաստանի բանդերում է, եթե կգան այդ նպատակներով։ Այսինքն հաջորդը իր մեջ դնի մենք բոլորս պետք է նրանք գալու, որ եթե մենք չենք կարող մեր պետությանն ու մեր հայրենիքին օգուտ տալ, վնասը չտալու տղամարդություն ունենանք։ Իսկ եթե վերցնում են Ռուսաստանից են ուղարկում, ուրեմն ով որ չի կարող, պիտի ինքնաթիռից իրեն դուրս գցի։ Օրինակ ինչ վատ կլներ, եթե Ռուբեն Վարդանյանը ինքնաթիռից իրեն դուրս գցեր Ստեփանակերտ հասնելուց առաջ եւ այս խայտարակ պատմությունների մեջ չներ, ինքն էլ որպես անձ եւ անձնավորություն, ուրեմն չտարապեր Բաքվի բանդերում։ Ուրեմն այս Պիտի մենք բոլորը ինչու եմ խիստ ասում, որտեղ ժամանակներն այդպեսին են։ Հիմա անհատականից դուրս մենք ինչ ունենք հարցերն որպես լուծում։ Կա մի տարբերակ, Ժորժ ջան, պետությունը կայացնել, պետությունը կարողանալ դարձնել արդիական, պետությունը դարձնել հզոր, իր ներքին կառուցվածքով, արդարության սկզբունքով, այս ասեմ ձեզ, եթե մենք խորհրդարան անցնենք, ուրեմն որ մասնակցել ենք կասկած չունենանք, մեր հիմնական աշխատանքի ուղղություններից մեկը լինելու է Հայաստանում արդար հասարակության առաջացումը, արդար հասարակություն։ Եթե ուրեմն այս հարցերի լուծումները չլինեն, իմացեք կլինենք թույլ, ինչպես տարածված ասել, բանանային հանրապետություն։ Եվ ծառայելու են կամ սրան, կամ նրան, կամ ինչ։ Ուրեմն դրա համար մեր գիտակցությունը ես ձեզ առաջարկում եմ տեղափոխել պետականաշինության ոլորտ եւ թույլ չտալ դրսի միջամտություններ երկրի ներսին գործերին։ Այդ հեչ կարևոր չի, այդ միջամտող ազգությամբ հայ է, թե ազգությամբ հայ չի։ Եթե ուզում են, թող ռուսաստանյան կամ այլ քաղաքացիությունից հրաժարվեն, կամ Հայաստանի քաղաքացի դառնան, եւ որևէ խնդիր չկա։ Հասկանում եք ոնց է, որևէ խնդիր չկա ու չի կարող լինել։ Ուրեմն այս հարցը էսպես, ուրեմն պետականաշինությունը դառնում է մեր գլխավոր խնդիրը։ Հիմա դրա մեջ ուզում եմ հետևյալն ասել։ Մենք պիտի ձեզ ասել եմ, կրկնեմ, չեմ հոգնի ասելու, չնայած մեկ-մեկ թվում է, թե ուրեմն կարելի է չասել, բայց պետք է ասվի, ո՞րն է դա։ Մենք խորհրդարանական կամ պարլամենտական հանրապետություն ենք։ Այս սահմանադրությունով, անկախ բանից, այդ սահմանադրությունը լավն է թե վատն է։ Մենք խորհրդարանական ենք, նախագահական չենք։ Քանի որ խորհրդարանական հանրապետություն ենք, ուրեմն այստեղ պետության խնդիրների լուծման համար բացառիկ նշանակություններ ունեն կուսակցությունները, նրանց որակները, նրանք տեղական ծագում ունեն, թե շպիոնական կառուցվածքներ են, կամ դրանց տակ աշխատող ինչ-որ կառույցներ են։ Ինչպես կարող է հարց եմ տալիս ձեզ, մենք ձեր բանականությանը դիմեք։ Ինչպես կարող է 5 ամսում կուսակցություն ձևավորվել։ Կուսակցություն պետք ունենա գաղափարախոսություն, ինչպես քրիստոնյա ժողովրդավարությունն է, կամ եղել է կոմունիստական կուսակցություն, կամ սոցիալիստական, եւ այլն եւ այլն։ Ուրեմն քաղաքական պլատֆորմ, տնտեսական հայեցակարգ, մարդիկ, որոնք ապրում են այդ գաղափարախոսությամբ։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, սրանց սարկած, բստրած կուսակցությունների անդամները ինչով են ապրում, ինչ են անում եւ ինչ են խոսում։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն դրա համար եկեք եզրակացնենք, ուրեմն որ կուսակցությունները բացառիկ արժեք ունեն խորհրդարանական հանրապետություններում։ Իհարկե նախագահանում են արժեք ունեն, բայց այնտեղ դրվածքը բոլորովին այլ է։ Ուրեմն նաև կուսակցությունների որակը, քաղաքական նպատակները, պլատֆորմ եւ այլն եւ այլն։ Հիմա դրա համար ասեմ հետեւյալը, նաև գրականության մեջ մասնագիտական ուրեմն խորհրդարանական հանրապետություններն անվանում են նաև կուսակցապետություններ։ Այն երկրները, որոնք որդեգրել են խորհրդարանական կամ բառապետական զարգացման ճանապարհ, եւ կուսակցությունները, այն կուսակցությունները չեն, այլ Սերժի Ռոբերտի ժամանակ սարքված այդ գունավոր ածականներով կուսակցություններ վերնագրերով են, ուրեմն իմացեք ապակա չկա։ Հետևաբար կուսակցությունների խնդիրը կարևոր է, այս մեկ երկրորդը շատ կարևոր է կուսակցությունների քանակի կարևոր բանը, թիվը։ Ասեմ հետևյալը, ասում եմ նաև հեղինակի, որ եթե մարդկա թող ստուգի նաև իտալացի գիտնականներից Սարտորի կա, որը գտնում է, որ խորհրդարանական հանրապետությունների համար
ամենաօպտիմալ կամ հարմար տարբերակը 5-6 կուսակցություններ ունենալն է, որոնք խորհրդարաններում իրար հետ դաշինքի մեջ կմտնեն, որոնք մի մասը կգնա ընդդիմություն, մեկը կառավարող կուսակցություն եւ այսպես խորհրդարանական կյանքը կստացվի նորմալ ձևով եւ ոչ Հայաստանում կոնֆրոնտացիոն, ուրեմն իշխող կառավարող կուսակցություն եւ ռուսական ազդեցության ռևանշիստների խումբ, որոնք գիշեր-ցերեկ գրի տվեցին Հայաստանի պետականության դեմ եւ ժողովրդի կյանքներ կերան, ձեր կյանքը կերան, հիմա էլ ուտում են։ Ուզում եմ ասել, որ 5-6 թող 4 լինի բոլոր դեպքերում, սա իհարկե պիտի լինի անպայմանորեն եւ այդ կուսակցությունները պետք է լինեն խորհրդարանում, որ կարողանանք հասկանալ, տեսնել տեսակետների բախումներ, կարծիքների քննարկումներ, իշխանության քննադատություն, իշխանության ուղղումներ, ինչ որ աշխարհում լինում է այդ պարագայում։ Ուրեմն սրանք շատ կարևոր հարցեր են, պիտի կրկնեմ եւ չեմ երկարացնի, ասեմ ինչու, որովհետեւ արդեն կարծում եմ շատ են խոսել, իմաստներ չկա շատ ասելու։ Մենք համաշխարհային փոթորկոտ այս օրերին ուրեմն ունենք մեկ դաշնակից, անկեղծ, ներիրված եւ հասկանալի։ Եվ դա Հայաստանի պետականությունն է։ Մենք ուրիշ դաշնակից չունենք։ Կարիք կա որ ունենանք, թե չէ։ Այն մյուս իմաստով դաշնակից իհարկե ունենք։ Եվ այդ դաշնակիցները մեզ ամենածանր օրերին օգնության հասան։ Մեր ավանդական դաշնակիցը մեր շահերը վաճառեց, Ռուսաստանի մասին է խոսքը, եւ մեր ուրեմն մնացած էլ չեմ երկարացնում, այդ բոլորը գիտեք ցավոտ հարցերը, մենք ունենք նաեւ բարեկամներ կամ դաշնակիցներ, եւ այդ բոլորի մեջ առանձնանում է իրենց ուրեմն ուղղվածության Հնդկաստանի, այնտեղ Ֆրանսիայի եւ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների օժանդակությունը եւ Թրամփի ուղղին, սա ստրատեգիական նախագիծ է, նկատի ունեցեք, ով ինչ ուզում է բացատրի։ Ես ձեզ անկեղծորեն եմ ասում, որ սա ստրատեգիական նախագիծ է եւ Միացյալ Նահանգները փաստորեն ադրբեջանական շանտաժից, ներքին մեր ուժերի ուրեմն տավադրություններից եւ այնից եւ սրան ճանապարհը փակվեց։ Հիմա մեր խնդիրն է կարողանալ սպասարկել Թրամփի նախագծով Հայաստան եղող ներդրումներ, առաջարկներ, տեխնոլոգիաների զարգացում եւ ինչ-որ բաներ, եւ սա պատմական շանս է։ Պատմական շանս է, որ մենք լինենք իսկական լավ պետականություն, իսկ ինչքան լավ պետականություն կունենանք, ինչքան այդ պետականությունը հզոր կլինի, չկասկածեք, այնքան հարգանքը դեպի Հայաստան ներդրումներ եւ Հայաստանից ապրանքի արտահանություններ, գաղափարների արտահանությունների բոլորը կլինի օքեյ, ինչպես ասում են, այսինքն լավ կլինի։ Դրա համար իմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության խոսքը կամ կոչը, եթե դա կարելի է կոչ ասել, հետևյալն է։ Ուրեմն ավելի բարձր արժեք այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա, քան ազգային պետականությունը եւ նրա կատարելագործումը։ Իհարկե դժգոհ ենք շատ բաներից, բայց ես վստահ եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, ճիշտ քաղաքականություն ենք վարում, որը երկրին բերեց հաջողություններ, մի կողմից խուսափել ուրեմն պատերազմներից, մյուս կողմից զբաղվել տնտեսական շինարարությամբ եւ այլ պետականաշինությամբ, ինչ կան հաջողում դուք ինքներդ գիտեք, եւ միաժամանակ միջազգային հարաբերությունների այդ ամբողջ գամմայի մեջ լինել, որտեղ շատ ավելի ցծում է։ Այնպես որ սա է մեր այսօրվա խնդիրը եւ նաեւ օտար երկրներից, օտար մարդկանց կառույցներին թույլ չտալ միջամտել մեր երկրի ներքին գործերին եւ հայությունը պետք է սովորի։ Ցանկացած հայ մարդ, որոնց մենք շատ սիրում հարգում ենք, եթե ուզում է Հայաստանի Հանրապետության կամ կյանքով ապրել, պիտի օտար պետության քաղաքացիությունից հրաժարվի եւ այն կապույտ անձնագիրը դառնա իր համար հպարտության առարկա եւ ոչ թե ուրեմն թաքցնի ուրիշ պետության անձնագիրը ձեռին արշավի մոնղոլ թաթարի նման Հայաստանի պետության դեմ, դա անթույլատրելի է։ Կարծում եմ այդպես էլ կլինի, բայց իմ առաջարկն է պոզիտիվ է ժամանակը բոլոր դեպքերում, մենք Ռուսաստանի հետ բախվելու խնդիր չունենք, ուկրաինացիները ասեցին նրա հարցը լուծում են, նրա հարցը լուծում է Թրամփը, նրա հարցը լուծում է Եվրոպան եւ այլն եւ այլն, բայց հակադարձնելու չոր մեր տեսակետը ցույց տալու եւ մեր ազգերի շահերը պաշտպանելու պարտավորությունը բացառապես մերն է եւ դա մենք պիտի անենք։ Սա է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որի կարծիքով հայը պիտի լինի մի քիչ պարադոքսալ է, հայամետ, հայաստանյան քաղաքականությունը պիտի լինի հայաստանակենտրոն եւ վերջ։ Այդ նշանակում է, որ մենք չունենք Անդրկովկաս, մենք ունենք Այսրկովկաս, որտեղ մեր հայացքը աշխարհին ուղղում է Երևանից եւ Հայաստանից յուրաքանչյուրի պատուհանի միջոցով։ Իշնեք Չարենցի երկիր նայիրին, չլինենք ուրեմն մազութի համով։ Ստեսություն ձեզ, հարի գիշեր կհանդիպենք հաջորդ շաբաթ։